Ողջույն։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական է տվել կառավարության ղեկավարի և լեյբորիստական կուսակցության առաջնորդի պաշտոնից։ Նա պաշտոնավարեց ուղիղ 2 տարի և ընդամենը այդ կարճ ժամանակահատվածում մի շարք խնդիրներ ստեղծեց իր երկրի և իր կուսակցության համար։ Ըստ բրիտանական և միջազգային լրատվամիջոցների, դրա հիմնական պատճառներն էին լեյբորիստական կուսակցության խոշոր պարտությունը տեղական ընտրություններում և դրա պատճառով ներսում աճող դժգոհությունը, պատգամավորների ու նախարարների ճնշումը, որոնք այլևս նրան չէին համարում հաջորդ ընտրություններին տանելու լավագույն առաջնորդը։ Վատ արդյունքները տեղական ընտրություններում, որտեղ լեյբորիստական կուսակցությունը զգալի կորուստներ ունեցավ, ինչպես արդեն նշեցի, պատճառներից մեկն էր։ Մյուս դժգոհություններն արդեն հանրության մոտ էին և ընկած էին հենց լեյբորիստների պարտության հիմքում՝ կադրային քաղաքականությունից դժգոհություններ, երկրում հանցավորության աճ, 8,4 միլիոնից հանցավորությունը հասավ 9,6 միլիոնի, մարդիկ բողոքում էին, որ Սթարմերը չէր կատարել խոստումները, հատկապես էներգետիկայի, տնտեսության աճի ոլորտներում, հանրային ծառայությունների բարեփոխման մեջ, անօրինական ներգաղթի լարվածությունը թուլացնելու և այլ հարցերում։ Բազմաթիվ դժգոհություններ առաջացան ազգային առողջապահական ծառայության արդյունավետության և հերթերը կրճատելու ուղղությամբ, իսկ գնաճը բրիտանացիները համարում են անտանելի և անընդունելի։ Այս ամենի արդյունքում էր, որ թեև 2024 թվականին լեյբորիստները խոշոր հաղթանակ տարան համապետական ընտրություններում, բայց ընդամենը 2 տարի անց պատկերը փոխվեց, և կուսակցության 100-ից ավելի պատգամավոր և նախարարներ իրենց կուսակցության ղեկավարին, որը նաև երկրի վարչապետն էր, հորդորեցին հեռանալ։ Այն, ինչ թվարկեցի ուշագրավ է, որ զուգահեռվում են Հայաստանում իրավիճակի հետ։ Կադրային քաղաքականության շուրջ քննադատությունը այսօրվա չէ, սկսվում է մեզ մոտ 2018 թվականից։ Նիկոլի առաջին նշանակումները իսկ քննադատության առիթ են տվել, և առաջին իսկ նշանակումից արդեն շատերս ասել ենք, որ այս կադրերով բարեփոխում հնարավոր չէ անել։ Մեծ Բրիտանիայում հանցավորության մակարդակը աճել է 15%-ով, ու դրա համար վարչապետին փոխում են։ Նիկոլի օրոք հանցավորության մակարդակը գիտեք որքանով է աճել։ 96%-ով։ 20,000-ից մի քիչ էր ավել, երբ սա եկավ, հիմա 40,000 է։ Ամեն օր ենք կարդում կրակոցներից, սպանությունների, հարյուրավոր գողությունների և այլնի մասին, իսկ ոստիկանությունը դարձել է միայն Նիկոլի անձնական թիկնազորը։ Մեծ Բրիտանիայում այդպես չէ։ Սթարմերից ժողովուրդը դժգոհ է, որ հիվանդանոցներում հերթեր են, իսկ մեր հիվանդանոցում ինչ վիճակ է։ Հերթագրվողների հերթը մինչ է մոտենում է, ասում են պետպատվերը վերջացավ։ Բրիտանացիներն ասում են 2 տարի ղեկավարած Սթարմերը խոստումները չի կատարել։ 2 տարի, ժողովուրդ։ Մեզ մոտ 8 տարի է խոստումի հետևից է տվել, ու արել է լրիվ հակառակը։ Մեծ Բրիտանիայում նշում են, որ վարչապետը չի կարողացել լուծել էներգետիկ խնդիրները։ Հայաստանի պարագայում ոչ միայն չի կարողացել լուծել, այլև հենց Փաշինյանն ինքն է ստեղծել դրանք։ Մենք առանց գազ, առանց հոսանք ու առանց բենզին մնալուց շատ հեռու չենք։ Նիկոլի գծած վեկտորով մենք գնում ենք դեպի միջնադարյան խավար ու ցուրտ, լուսավոր եվրոպական հեքիաթների լսելով։ Մեծ Բրիտանիայի վարչապետի հարկային խստացումները բերել էր դժգոհությունների, իսկ Հայաստանում հարկային տեռոր չէ։ Ընդամենը 2 տարի պահանջվեց հենց լեյբորիստներին հասկանալու համար, որ իրենց ղեկավարը բանի պետք չէ երկիր կառավարելու համար։ Մեզ մոտ ավելի շուտ էինք հասկացել, 2018 թվականի մայիս ամսից հասկացել էինք ու ասում ենք, բայց ի տարբերություն Սթարմերի, որ գնաց հանուն երկրի ու հանուն կուսակցության, սա ասում է, եթե ես չլինեմ, Հայաստանը վարչապետ չի ունենա։ Լեյբորիստները արագ հասկացան, որ դա այն մարդը չէ, որ պետք է առաջնորդի իրենց ու երկիրը։ Իսկ ՔՊ-ում հասկացել են։ Վստահաբար ոչ։ Գիտեք ինչու։ Որովհետև լեյբորիստական կուսակցությունը 126 տարվա պատմություն ունի, իսկ ՔՊ-ն առանց Նիկոլի գոյություն չունի։ Լեյբորիստները վստահաբար 1000 թեկնածու ունեն։
Նիկոլը Հայաստանի Հանրապետության վատագույն ներկայացուցիչն է, բայց ՔՊ-ում նրանից լավն էլ չկա։ Նիկոլի կուսակցությունը հենց ինքն է ստեղծել, իր հետ էլ կավարտվի այդ կուսակցության պատմությունը, որպես մի սև էջ։ Ստարմերի օրոք 20 նախարար հրաժարական է տվել, չուզենալով նրա հետ աշխատել, համաձայն չլինելով նրա քաղաքականությանը։ Նիկոլի ՔՊ-ից կա նախարար, որ հրաժարական է տվել, համաձայն չլինելով նրա քաղաքականությանը։ Ինչ թվարկեցի, դրանից բազմապատիկն է եղել Հայաստանում։ Գումարած դրան պատերազմ ու բռնագաղթ, որոնց միջով չի անցել Մեծ Բրիտանիան, տարածքային կորուստներ, որի միջով չի անցել Ստարմերի կառավարությունը։ Բրիտանացիները դրան անգամ թաղապետի պաշտոն չէին վստահի, ուր մնաց թե պետության ղեկավար է Հայաստանում։ Մի 10 անգամ հրաժարական կտար խոստումները չկատարելու համար, իր տարածք ամեն մի ներխուժման համար, ամեն թիզ հանձնելու համար կտար հրաժարական այսպիսի վարչապետը որևէ այլ երկրում։ Հլը թող իր տարածքի մասին ասեր անկլավ է ու հանձներ, ինչ կլիներ այդ վարչապետի հետ։ Մեծ Բրիտանիայի վարչապետը թող խոստում տար արագաչափերը հանելու ու չհաներ, 100 հատ կփոխեին։ Տեղական ընտրություններում լեյբորիստները վատ արդյունք ունեցան, դրա համար փոխեցին վարչապետին, կուսակցության ղեկավարին։ Մեզ մոտ բազմաթիվ տեղական ընտրություններում վատ արդյունք է ունեցել ՔՊ-ն, բայց ճնշելով, բանտարկելով փոխել են արդյունքները հաղթողներին։ Ստարմերը հեշտ չգնաց, բայց գնաց։ Հասկացավ, որ վարկանիշի կտրուկ անկմամբ շարունակելը վնաս է երկրի, իր կուսակցության համար, նաև իր համար։ Ինքն իր հետագա կարիերայի վրա է խաչ քաշում։ Սա տեսավ վարկանիշի կտրուկ անկումը, զոռով, կեղծելով, սադրելով, քվեների գողությամբ մնաց։ Կարճ ասած, եթե Մեծ Բրիտանիան ունենար Նիկոլի նման վարչապետ, կփոխեր տարին մի քանի անգամ, բայց Մեծ Բրիտանիայի ժողովուրդը երկար չի հանդուրժում նման վարչապետի գոյությունը, կուսակցության ու երկրի ղեկին։ Իդեպ, Մեծ Բրիտանիայի վարչապետի հրաժարականի մասին առաջինը գիտեք ով է հայտարարել։ Ոչ թե այդ երկրի ներսում, այլ ԱՄՆ նախագահ Թրամփը։ Սա շատ հետաքրքիր է։ Իսկ հետաքրքիր է, մեզ մոտ ով է հայտարարելու Նիկոլի գնալու մասին, որ երկրից։ Իհարկե հայ ժողովուրդը ինքը կարծում եմ պետք է վերջակետ դնի այս հայտարարությանը։